Պապոյան հետի մասին կրկին անդրադարձ եղավ կառավարության նիստում, կարծես թե հստակ արդեն կա այն ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվել։ Ես կխնդրեի մատչելի բացատրեիք, ինչ է պատրաստվում անել կառավարությունը, պետականացում է ինչ-որ այլ մեխանիզմով է փոխարինվում, որ խնդրեմ կներկայացնեք ինչ մեթոդով եք շարժվելու եւ ինչ է լինելու առաջիկայում ընկերության կառավարման հետ։ Վարչապետը Հանրապետության վարչապետը նշեց մեխանիզմի առաջին քայլի մասին, դա կառավարման մասին է, ավելի մանրամասն օրենքի նախագծի փոփոխությունը արտահերթ նիստում կլինի առաջիկա օրերին, որքան տեղեկացված եմ, արդեն իսկ մեր խմբակցությունը, կառավարող խմբակցությունը նախագիծը պատրաստել է եւ կարծես թե շրջանառվել է կամ շրջանառման փուլում է եւ արտահերթում լինելու է, երևի թե դրանից ավել այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել, քանի որ հրապարակման գործընթացը որոշակի մեթոդաբանություն ունի այդ տրամադրությամբ։ Ինչ է լինելու այստեղ կառավարիչ է փոխվելու, ինչ է լինելու այդ համակարգերով, ո՞նց է լինելու, էլի բան Պապոյան։ Արդեն ասացի, որ կառավարման մեջ, քանի որ մենք այսօր խնդիրներ ենք արձանագրում, եւ տեսեք մեկ դրվագ հանրապետության վարչապետը երեք ներկայացրեց, երբ որ խոշոր գործարարը մեծ ծավալի ներդրում էր արել եւ այսպես ասած իմանալով մի քանի $100,000 միջոցառում էր կազմակերպել բացման ներկայացում, այսինքն տասնյակ միլիոնավոր դոլարի մարդը ներդրումներ էր արել, համարել էր, որ մի քանի $100,000 բացում էլ երևի թե պետք է անի եւ այդ մարդը կորցրեց այդ գումարները։ Հիմա կասեմ ինչու, որովհետեւ էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, այն պահին, երբ որ պիտի բացումը տեղի ունենար, այդ օտարերկրյա մասնագետներ հյուրեր էր հրավիրել եւ դա օրինակ մեկ ուրիշ դեպք հենց 3 գործարաններից մեկից եմ ստացել, ով նոր տեխնոլոգիաներ է գնել եւ այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար հետի կողմից անջատումների հետևանքով փչացել են, որովհետև ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը 5 անգամ կարող է լույսը անջատվել։ Կարողանալ եք այնպես անել, որ այդ անջատումները չլինեն։ Օրինակ ինչ եք անել, որովհետև հետից ասում են մոտ $700 միլիոն ներդրում են արել, որովհետև համակարգը շատ մաշված է եւ դեռ բազմաթիվ միլիոնների այդպես ներդրումի կարիք կա ժամանակի։ Դե ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետև երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետև այդ սարքը որ ճապոնացիները կամ գերմանացիները սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Հեծը ոնց է։ Հեծը բանավաճառական հարցում։ Չէ, ես պատասխանեցի ես ինքս եմ։ Շտաբում խնդրեմ մեկական հարց տամ։ Այնուամենայնիվ սա մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չի արդյոք կառավարության, պետության կողմից եւ դուք կարծում եք Հայաստանը միակ երկիրն է, որտեղ օրինակ հոսանքը անջատվում է։ Հայաստանը միակ երկիրը չի վստահաբար, բայց ձեր առաջին հարցի պատասխանը միանշանակ եւ հստակ ոչ։ Ոչ եւ ոչ, որովհետեւ դուք կտեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Դա մենք բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, կառավարության, մասնավորի, մարդու, քաղաքացու, այսինքն դրանք պարտավորությունների կատարման շրջանակում եւ հանրային շահի գերակայության մասին, այսինքն երբ որ որն է ամենակարևորը, պետությունը, ժողովուրդը, հանրությունը եւ այդ կարևորության տրամաբանությամբ պետք է մենք շարժվենք, մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասենք հազարավոր, 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց շահերից։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հազարավոր տնտեսվարողներ 100 միլիոնավոր դոլարներ կորցնեն, 100,000-ավոր մարդիկ մնան առանց լույս։ Պետական կառավարման համակարգում պարալիզացվի, որովհետեւ բանա, չգիտես ինչի, օրինակ 3 էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ, ասենք, իմ համար շատ անհասկանալի
լույսերը անջատվում էին։ Սա եթե պետականացվի հեծը, այդ միջոցներ ունեք, այդ առողջացման ծրագրի ներդրումների արդյունավետ որ լինեն այդ կլինի մեխանիզմը ազգային ժողովում այդ բոլոր հարցերի մասին պատասխան կլինի, որովհետև երբ որ նաև մեխանիզմը ներկայացվի փոփոխությունները համապատասխան տեղի կունենան, ես կարծում եմ նաև Իսկ դուք հենց ղեկավարությունից բացատրություն պահանջել եք կամ պարզաբանում ինչու է այս իրավիճակը գուցե օբյեկտիվ Ես երեք հրապարակային այդ մասով արել եմ նաև գրառում, որովհետև անթույլատրելի է, երբ որ տնտեսությունը օրինակ գործարանը կարա կանգնի, գործարանները կարան կանգնեն, առևտրի կենտրոնները կարան կանգնեն եւ այլն, եւ բնականաբար կարծում եմ, որ այդ մասով աշխատանք պետք է տալ։ Ես ասում եմ դա 3 ես նաև այն հրապարակային եմ դրա մասին արել գրառում, ես կարծում եմ նաև ոլորտային նախարարությունը պատշաճ զբաղվում է։ Կոնյակի ու Ծիրանի մասով էլ ասեք, պարոն Պապայան, դուք հանդիպեցիք Վրաստանի փոխվարչապետի հետ, որը նավեկономիկայի նախարարն հետո իրեն հեռացին աշխատանքից, չգիտեմ ինչ եղավ իրենց մոտ, եւ ասացիք, որ Ծիրանի խնդիրը լուծվել է նաև կոնյակի մասով։ Թեպետ էլի ազդակներ կան, որ որոշակի խնդիրներ կան, կուտակումներ կան։ Խնդրում եմ ասել, վրացի ձեր գործընկերները բարձրաբանել են, որ խնդիրը ինչու են իրենք ոչնչոթարություն մեզ համար, մեր արտահանողների եւ ռուսական մասից բարձրաբանում ունեք եւ այս բանի ամբողջությամբ խնդիրը լուծված է, թե դա կուտակումներ կանեն։ Տեսեք, ուրեմն Ծիրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, օրինակ միայն 69-ը 3 դուրս եկել, 70 քանիսը դրանից առաջ, իսկ նրանք ակնհայտորեն անգամ չեն էլ հասել։ Երկրորդը շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում, որովհետև այդ տեղով անցնում է ոչ միայն Հայաստանի, գիտեք, այլ նաև այլ երկրների, թվում Վրաստանի եւ այլ երկրների, Թուրքիա եւ այլ ցամաքային, այո, բեռներ եւ այո, հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ կանգնած անցնում են եւ այդ թվում նաև Ծիրանի։ Իհարկե Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք եւ օրինակ 3 ես նաեւ կոնյակի թիվը ձեզ հիշեցնեմ, օրինակ 3 քանի մեքենա կոնյակ է անցել, բնականաբար կոնյակի թիվը բազմապատիկ ավելի քիչ պետք է լինի, շատ պարզ պատճառով, որովհետեւ կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է 3 անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Այո, այսինքն էլի հերթի այս պահին հերթի մեջ բանա տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, որ իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին եւ 3 ընդամենը 7 մեքենա Գեզիում կա եւ ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենաներ կան, այդ բոլոր մի քանի տասնյակ մեքենաները ամբողջովին ուրեմն դուրս են գալու, ես մեկ թիվ նշեմ, օրինակ 3 չէ առաջի օրը միայն 24 մեքենա Երևանի կոնյակի գործարանի, մեր հայտնի գործարանի մեքենա դուրս է եկել եւ ճանապարհվել է դեպի Երեք ձեր թիմակիցներից Սարգիս Խանդանյանը այս թեմաներին անդրադառնալով տեղի ունեցող այս իրավական գործընթացներին, այս չգիտեմ, որ տարածեցին իրավապահները, Սարգիս Խանդանյանը նշում է, որ այդ այն, որը որակվում է ձեր կողմից որպես ահաբեկչություն, ասում է, որ աջակիցները, օրինակ Հայաստան խմբակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը արդարացրել են եւ աջակցում են ահաբեկչությանը, իրեն է մեջբերում եւ ասում է, որ այս ամենին պետք է տրվի սահմանադրաիրավական գնահատական եւ լրջորեն քննարկվի այս խմբավորումների գործունեության նպատակահարմարությունը։ Ես մի բան ասեմ։ Սա ինչ է նշանակում, արդյոք դուք այս քաղաքական ուժի, չգիտեմ, կասեցում կամ ինչ-որ այլ սցենարների մասին եք ակնկալում։ Ես կարճ բան ասեմ։ Ես ուսումնասիրել եմ 99 թվականի մամուլը, ԱԺՄ ՀՅԴ-ական մամուլը։ 99 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ օգտագործվում էր նույն բառապաշարը այդ նույն շրջանակների կողմից, ինչ որ հիմա օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Բացարձակ նույն։ Գնացեք, կարդացեք Բայց սա ինչ է նշանակում։ Դաշնակցական եւ սահմանադրաիրավական գնահատական դաշնակցական ԱԺՄ-ական թերթերը
99 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ինչ էին իրեն գրում Վազգեն Սարգսյանի մասին, ինչ են իրեն գրում Կարեն Դեմիրճյանի մասին, նույն բառապաշարը։ Սա նշանակում է, որ Հայաստանի, սա նշանակում է, որ ի տարբերություն 99 թվականի, երբ որ օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իմ կարծիքով եւ ղեկավարը չեմ կարող ասել, բայց փաստավոր թերի, միտումնավոր թե ոչ միտումնավոր, դա առանձին հարց է։ Թերի են աշխատել եւ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, հիմա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում։ Որ ասում են պատիտակ այսքան մարդու պետքա գյուլենք, հետո այսքան մարդուն կբռնենք, հետո այն մյուսի ընտանիքներին սենց կանենք, հետո նենց կանենք, դա մի վարքան կներեք, որ ասում են ավտոբուսի վրա յուղ կլցնենք, կայրենք, այդ ի՞նչ է։ Այդ ավտոբուսների ում պետք է այրեին։ Պարոն Պապայան, երբ որ ասում եք խմբավորումների գործունեության նպատակահարմարությունը, դա ինչ է նշանակում։ Դե ես կարծում եմ, որ բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք որ աշխատում են պետականության դեմ, պլանավորում են հեղաշրջում, այդ թվում ոչ միայն քաղաքական գործիչներին սպանելով, այլ նաև սովորական մարդկանց, որտեղ երբ որ ինքը ասում է պետքա օրինակ ավտոբուսի վրա յուղ լցնել եւ այրել, որտեղ ավտոբուսի վրա երբ որ դու յուղ ես լցնում ու այրում ես, դա աշխատանքի գնացող սովորական քաղաքացիներ են ավտոբուսների մեջ։ Գործարարներ չեն, իշխանության ներկայացուցիչներ չեն եւ այլն եւ այլն։ Երբ որ այդպիսի կլսեք, երբ որ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետքա օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել եւ տանել նստացնել Նայիրի Հունանյանի կողքը, որովհետեւ իրանք Նայիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբեր։ Իհարկե ունի։ Ինչ կներեք։ Դուք տեսեք, գործողությունների պլան ցանկացած փոփոխության կա, բայց երբ որ այդ գործողությունների պլանը օրինակ խաղաղ հանրահավաք է, ձեռքի ծափեր է, ավտոմեքենայի ազդանշան է, փողոցում հանգիստ կանգնել է, դա ուրիշ բան է, երբ որ դա օրինակ քաղաքական գործիչներին պատերի տակ գյուլել է, քաղաքացիներին ավտոբուսներում վառել է, երբ որ քո սեփական ժողովրդի ինք տեսեք այդ մարդիկ ասում են մի վարքան Դատարանով արդեն ապացուցված չի դա այդ դե ես լսեցի փաստաբանին ով ասեց որ ես ճիշտ եք ասում դուք ես համաձայն եմ բայց ես լսեցի փաստաբանին որ ասեց որ ընդունեց որ այդտեղ Բագրատ Վազգեն Գալստանյանն է մի վարքան Տեսեք, Վազգեն Գալստանյանն է, ընդունեց, որ Վազգեն Գալստանյանն է, եւ այդ փաստորեն ստացվում է, որ Վազգեն Գալստանյանը իրենց մեր ժողովրդին անվանում է, ինչ էր անվանել մեր ժողովրդին, այդ ստահակը անասուն էր անվանել։ Իմ ժողովրդին անվանել էր անասուն այդ ստահակը։ Ինքը լավ չի ճանաչում, ուրեմն այդ հանցագործ խմբակները այդ ստահակները մեր ժողովրդին, այդ սրբապիղծները լավ չեն ճանաչում, որովհետև նա ով որ իմ ժողովրդին ասում է անասուն, իսկ այդ ձայնագրության մեջ այդ ստահակը, այդ սրբապիղծները մեր ժողովրդին այդպես են անվանում։ Իրանց կողմնակիցներն էլ բաժանում են բջերի ու էշերի, սենց բաների են բաժանում։ Ախր իրանց դեմքը պատրվել է, էլ հնարավոր չի իրանց փրկել։ Պարոն Պապյան, հանրության մոտ այսպեսի բան էլ կա, որ այս ամեն ինչը ավարտված է։ հաջորդեց այն բանին, Ավարտված է։ Դահան քնչեցվեց ԱԺ-ի ամբիոնից, բարձր ամբիոնից հրահանգ եղավ, որ ես ես կլցնեմ ԱԶ-ի պատվալները եւ այստեղ տրամաբանական նաեւ հնարավոր է կասկածել, որ դա ուղիղ հրահանգ էր, որից շատ քիչ չանցած այս ամեն ինչը։ Ես ասում եմ իմ ժողովրդին անասուն անվանող պետական մի վարքան հիմա կասեմ իմ ժողովրդին իր իշխանությունը հասնելու համար ավտոբուսի մեջ վառել ցանկացող պետական մարդկանց պետական այրերին պատիտեղ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱԾ-ի պատվալ նետելը դա
օրենքի խիստ պահանջ է։ Խիստ պահանջ։ Բայց հարց տվեցի, որին դուք այդպես էլ չպատասխանեցիք, երբ որ ասում եք Դուք ինչ հարց տալիս եք, ավելի վատ վիճակում եք հայտնեցնում տերորիստներին եւ տերորիստների պաշտպաններին։ Չեք լսում հարցը, պարոն Պապայան, ինչ որ հայտարարություններ եք անում։ Ես ձեզ հարցնում եմ, երբ որ Սարգիս Խանդանյան ասում է, որ սահմանադրաիրավական գնահատական պետք է տրվի այդ մարդկանց աջակցողների եւ քննարկվի նրանց գործունեության նպատակահարմարությունը։ Խոսքը կուսակցության գործունեության նպատակահարմարության մասին է։ Ինչ է սա նշանակում։ Դե սա նշանակում է, որ պետք է քաղաքական առումով դա նվազագույնը քննարկման առարկա, այո, որովհետեւ քաղաքականության քաղաքական որոշումները ենթադրում են նաեւ իրավական հետևանքներ կարող են ենթադրել։ Այսինքն ինչ կուսակցության գործունեությունը կասեցնել օրինակ։ Ես չգիտեմ, բայց եթե մի կուսակցություն պարզվի, որ ինքը տերորիստական կուսակցություն է, այսինքն եւս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում էլ է ինքը տերորիստական կուսակցություն, ապա ինչու ոչ, որովհետեւ եթե ինչ որ փուլերում պարզվել է, որ ինքը տերորիստական է եւ մեր դատարանների որոշմամբ, որպես տերորիստական կուսակցություն իր ուրեմն գլխավորները գնացել եւ դատապարտվել են, հետո առանց դատարանի որոշումների կամ ինչ որ բանը քաղաքական փոփոխության արդյունքում ինչ որ մարդիկ դուրս են եկել ուրեմն բերթերից դա գոնե մեր դատարանները ապացուցել են 90-ականներին, ես ինչքան գիտեմ, չէ՞։ Տես չի։ Պարոն Պապայան, Ծիրանի բերքը այս տարի ավելի քիչ է, թե չէ։ Շատ է, ավելի շատ։ Եվ ավելի շատ է եւ արտահանումը նույն ձևի է։ Ավելի շատ է։ Լավ է, ավելի շատ։ Եվ պարոն Պապայան, հիմա հեծի մասով, այսինքն այս օրենքի լրացուցիչ փոփոխությունները, երբ որ արդեն խորհրդարանը ընդունի արտահայտությունով, այսինքն կառավարիչն է փոխվելու այս փուլում։ Կգնա խորհրդարան, կքննարկեք իմանաք մանրամասն։ Շնորհակալություն։